Միրո, ասում եմ ինչ լավ է, որ տեղափոխվեցին մեր տուն։ Իսկ դու որ մենակ էիր ապրում։ Նախաճաշի, ինչ էիր ուտում։ Դե Միրոյի համար նախաճաշը միշտ էլ անակնկալ է եղել։ Ինչ առաջի պատվերը գալիս էր, դա լինում է Միրոյի նախաճաշը։ Դե հեսա սարդելկաները կլինեն, կուտես։ Յա, հոտի վրա երկու եկակ, չկա, սարդելկա չկա ձեզ։ Չմոտենես կփրթեմ։ Ոյ, հանգստացեք այ աննորմալներ։ Իվան, ես քո հետ խոսալու բան ունեմ։ Ինչի մասին։ Մարգոյի։ Լավ էլի Ալվարդ, արդեն զզվեցրիր քո Մարգոյով։ Մենք ֆիկտիվ ենք, չէ՞ ամուսնացած։ Հետևաբար ում հետ ուզեմ կլինեմ։ Լիլոյի, Լուսոյի, Հասոյի, դո հենց Մարգոյի։ Մարգոյի հետ չես կարա լինես։ Ինչի։ Որովհետև Մարգոյի հետ բարոնն է։ Երեք Մարգոյի կաբինետում ես եմ իմ աչքերով տեսել։ Ուստե գիտես ինչն է տարօրինակ, որ իրանք այդ ամեն ինչը գախնի են պահում ու դրա մասին ոչ մեկ չգիտի։ Ով ասում չգիտի։ Միրոն գիտի, որ բարոնը Մարգոյի մոտ առաքիչ է աշխատում։ Ցնդել ես։ Բարոնը ոնց կարա առաքիչ աշխատի։ Դու մի շեղվի։ Ախպերափայ կիսվում եք։ Էս քեզ, էս ինձ։ Էս քեզ, էս ինձ։ Բայց մեկը։ Էդ դուք էր։ Չէ, այդ արդար չի։ Դուք էր։ Դե ուրեմն արի հավասար